ձեր կնոջը, ձեր կինը վարձատրություն է ստացել քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ից։ Այո։ Կմանրամասնեք ինքը տեղ աշխատում է, թե ծառայություն է մատուցել, թե ինչի դիմաց է վարձատրվել։ Իմ կինը աշխատել է Պաշտոնը չհարցնեք ամոթար մի շատ երկար է հիմա չեմ էլ հիշի, բայց անցյալ տարվա դեկտեմբերից այլևս չի աշխատում այնտեղ։ Մի կարճ ժամանակ է իրականում աշխատել, որովհետև մեր երրորդ բալիկի ծնվելու հանգամանքով պայմանավորված արդեն ստիպված էր զբաղվել երեխայի խնամքով, իսկ դեկտեմբեր ամսին առհասարակ դուրս եկավ աշխատանքից, դա պայմանավորված էր նաև նրանով, որ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, կինս նաև քաղաքացիական իրավունքի մասնագետ է, քաղաքացիական մասնագիտացման փաստաբանի արտոնագիր է ստացել եւ ներկայումս այդ աշխատանքի փնտրտուքի մեջ է։ Լավ, հաջորդ հարցս վերաբերվում է էլի քրեակատարողականը, գիտեք, ձեր ընտանիքի շատ անդամներ քրեակատարողական ծառայությունում են աշխատում, ձեր մայրը, ձեր քույրը, մի ժամանակահատված ձեր կինը, եւ այս առումով երկու հարց է առաջանում, միանգամից երկուսն էլ տամ, մեկը է նա, որ կողքից նայողի մոտ կարա օբյեկտիվ տպավորություն ստեղծվի, որ ձեր կնոջ եւ ձեր քրոջ քրեակատարողական հիմնարկում գործի տեղավորվելը կարող է պայմանավորված լինել ձեր մոր այդտեղ աշխատելով, հա, կոպիտ ասած դասավորելա, հա, ոչ թե պնդում եմ, որ դասավորելա, ասում եմ կարող է այդպես տպավորություն ստեղծել եւ այդ մասով արդյոք ինչ որ ասելիքներ ունեք եւ մյուսը դա կամ լավ եկեք այս մեկը պատասխանեք, հետո մյուս մի քիչ ուրիշ է։ Շնորհակալություն, պարոն Յանիսյան, քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ը իրականում քրեակատարողական ծառայության հետ կապ չունի։ Դա առանձին կառույց է Արդարադատության նախարարության կազմում, ինքը կապ չունի քրեակատարողական ծառայության հետ։ Իսկ այն հանգամանքը, որ մայրս եւ քույրս աշխատում են նույն կառույցում, իմ համար առհասարակ եղել է բացառապես հպարտանալու առարկա, որ ես իմ ընտանիքը ոչ թե մի տարի, երկու տարի, արդեն կարելի ասել տասնյակ տարիներ պետական ծառայության մեջ ենք ներգրաված եւ ծառայում ենք մեր պետությանը, մեր երկրին։ Եվ ես վստահեցնում եմ, որ թե իմ քրոջ, թե իմ կնոջ աշխատանքի ընդունվելու հետ կապված հարաբերություններում մայրս բացարձակապես որևէ ազդեցություն չի ունեցել։ Մեր ընտանիքում ընդունված չէ, որ անձին ճանաչեն ուրիշ մարդով։ Մեր ընտանիքում ընդունված է, որ անձին ճանաչեն կոնկրետ իրանով։ Ես Հարեյան Քրարիկի տղան եմ, քրեակատարողական ծառայության ընդհանուր բաժնի պետի։ Այո, բայց ինձ ճանաչում են որպես Մայլան Արտաշես, որովհետև դա իմ ծնողների սկզբունքն է եղել։ Դաստիարակել մարդ, որը պետք է ինքնուրույն կայանա հասարակության մեջ, ինքնուրույն ընտրի իր ճանապարհը եւ ինքնուրույն պատասխան տա իր ընտրության համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հաջորդ հարցս էլի այս թեմայի շուրջ, բայց հետևյալն է, տեսեք, ձեր քույրն ու մայրը աշխատում են քրեակատարողական ծառայությունում եւ եթե դուք դառնաք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ եւ ինչ որ մի քրեական գործ լինի ձեր ենթականների կողմից քննվող, որը վերաբերվի քրեակատարողական ծառայությանը, չեք կարծում, որ ձեր մոր եւ քրոջ քրեակատարողականում աշխատելը կարող է ձեր վրա որպես լծակ օգտագործվել, այսպես ասած, որպեսզի դուք այս կամ այն կերպ ազդեք քրեական գործի ընթացքի վրա։ Բացառում եմ, պարոն Յանիսյան, ուղղակի կարճ պատասխանում եմ, բացառում եմ։ Նման փորձերն եմ բացառում։